Հայաստանում ապրող մեր հայրենակիցները Իրանի համայնքի մասին այնքան էլ շատ բան չգիտեն։ Գոնե հիմա կարծում եմ արժի մի փոքր մանրամասնենք հայերը ինչ ունեն Իրանում։ Տեսեք, իրանահայությունը մինչև հեղափոխություն եւ իսլամական հեղափոխություն եւ հեղափոխությունից հետո դարերի արմատներ ունի։ Եթե նայենք Թավրիզը, Խոյ Սալմաստը, դրանք ինչպես պատմականորեն կոչվում են պարսկահայք, ավելի հին պատմություններ ունեն եւ Շահ Աբբասի ժամանակ, երբ հայությանը Նախիջևանից եւ արևելյան Հայաստանից գաղթացրին, ասինքն ավելի շուտ դեպի Պարսկաստանի խորքեր Իսպահան եւ ընդեղից ստեղծվեց նոր համայնքներ։ Մեծ պատմություն ունի, որ ես չեմ կարող հիմա մի քանի բառով ձեզ ասեմ, միայն կանդրադառնամ մի քանի խնդիրների, որ ավելի, ասենք, ժողովրդական լեզվով ավելի հասկանալի լինի։ Օրինակ, Պարսկաստանում ամենից հետաքրքիր բանը իրանահայության մեջ, այնա որ օրինակ ես իմ վրա ասեմ, մինչև դպրոց գնալը մենք պարսկերեն չէինք իմանում։ Ասենք երեխան, որ ծնվում է, նախ հայերենն է սերտում։ Օրինակ ես որ գնացի Լիբանան, Սիրիա կամ ուրիշ համայնքներ, այնտեղ տեսա, ասենք, արաբախոս հայեր, քրդախոս հայեր, բայց Պարսկաստանում դու չես կարող գտնես, որ լինի հայ եւ չխոսի հայերենով։ Կարող է մի քանի լեզվի տիրապետի, բայց հայերենը միշտ, ասենք, արմադավորված է մեր մեջ։ Ունենք դպրոցներ, եկեղեցիներ, օրինակ Իսպահան քաղաքում մենք ունենք մոտավորապես 10-13 եկեղեցի, 4-5 դպրոց ունենք։ Սպախտամար հիմա թիվը շատ է պակասի, այն ժամանակ որ մենք աշակերտներ էինք Իսպահանում, մոտավորապես ամեն մի ուղեցույց, ասենք, առաջի երկրորդ դասարանում մի 6-7 դասարան է, այսինքն աշակերտության թիվը շատ է։ Եկեղեցիներ ունենք, միություններ ունենք, որը նպաստում են հայապահպանման, ազգային հարցերով, ասենք, ապրիլ 24, մայիս 28, մեր ազգային տոները, եկեղեցական տոները, ամենը պահպանվում է։ Մենք ունենք հսկայական հարստություն Սփյուռքում, իրանահայության մոտ, որը դժբախտաբար միշտ ես ասել եմ, այն ինչ մեր հայրենիքից դուրս է, մերը չի, բայց պետք է փայփայենք դրանց, որպեսզի մեր սերունդներին, մեր հայ մանուկներին այդ հայապահպանությունը արմադավորի իրանց մեջ եւ տանք այն դաստիարակությունը, որ իրենք հայրենիքի կարոտով ապրեն, հայրենիքի համար ապրեն եւ իրանահայության մեջ ես կասեի, որ այդ բանը լավ արմադավորված։ Իհարկե մի մասը ցկտում է ուրիշ տեղ ապրի, ոչ մի քննադատելու խնդիր չկա, բայց աշխարհի որ ծայրն էլ որ գնում են, եթե Իրանում ծնված մեծացած մարդ է լինում, այդ հայրենասիրությունը, այդ հոգին իր մեջ կա։ Ես չեմ թերագնահատում մեր Սփյուռքի այլ գաղթօջախները, բայց ես այսօր խոսում եմ պարսկահայերի, իրանահայերի մասին եւ ես վստահությամբ կարող եմ ասեմ, որ մեր համայնքներում շատ մեծ հարստություն ունենք ազգային իմաստով եւ թե ինչու՞ չէ նաեւ նյութական իմաստով, բազմաթիվ շինություններ, դպրոցներ, եկեղեցիներ, Պարսկաստանի ամեն շրջաններում էլ կար, ասենք, օրինակ Պարսկաստանի հարավում մինչև Իրան-Իրաք պատերազմը, Աբադան, Խորրամշահր, Ահվազ, դրանք հարավային քաղաքներն էին, որ սահմանակից են Իրաքի հետ, այնտեղ մենք ունեցել ենք հայություն։ Պատերազմից հետո այդ հայությունը լքել է եւ եկել դեպի նոր ջուղա Իսպահան եւ Թեհրան, Թավրիզ եւ մի մասն էլ նաեւ արտակախտել է երկրից դուրս։ Իսպահան քաղաքի մոտ կա Շահինշահրը, ունենք Թավրիզը, Ուրումյան, Խոյը, Սալմաստը, Մարաղա քաղաքը, որ հիմա շատ քիչ հայություն է մնացի։ Թեհրանում նույնպես մեծ համայնք ունենք։ Հիմա ես ճշգրիտ շատ չեմ տիրապետում, ձեզ ասի որ ես արդեն մի 30 տարի է համայնքից դուրս եմ եկի, բայց այդ իմ տեղեկություններով նույն ոգին շարունակվում է մնալ, բայց թիվը շատ նվազել է։ Միշտ մեզ համար հետաքրքիր էր, որ
Իրանը Հայաստանի սահմանագից, այսինքն այն ժամանակ, որ դեռ Հայաստանը անկախացված չէր, մենք փոքր էինք, մի հատ լուսահոգի ընկեր ունենք, ընկեր Խաժակ Տեր Գրիգորյանը, որ դասարանում դպրոցում գալիս էր, հավաքում էր միութունին գնում, աշակերտների համար դասախոսություններ տալիս, ասում էր դուք պետք է կազմոպատրաստ լինեք, որ խորհրդային միությունը մի օրից մի օր տաբալվելու է եւ մեր հայրենիք անկախանալու է եւ այդ օրը դուք պետք է կազմոպատրաստ լինեք վերադառնաք հայրենիք։ Իսկ այդ ապրումներով ենք ապրի։ Նման դրվագներ շատ կա հիշողությանս մեջ, ոմանք էլ մոռացել են, բայց ընդհանուր առմամբ իրանահայությունը, եթե միշտ ես ասել եմ, մեր շարժումը 88-ի շարժումը մի քիչ ավելի շուտ սկսեր, օրինակ լիներ 70-ականների սկզբին, որ Հայաստանը անկախանար, իրանահայությունը ավելի մեծ նպաստ կարող էր բերել հայրենիքին։